Անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի վերջին հայտարարություններին, վարչապետն ասաց, որ նա պարզապես արձանագրել է փաստերը։ Նիկոլ Փաշինյանը չհամաձայնեց այն տեսակետի հետ, թե Հայաստանն ու Ռուսաստանը այսպես ասած միմյանց վրա են գցում որևէ պատասխանատվություն։ Մենք Ռուսաստանի վրա ոչ մի բան չենք գցում, մենք թափանցիկ հրապարակային ազնիվ ձևով մեր դիրքորոշումներն ենք արտահայտում, հարգում ենք ուրիշների դիրքորոշումները եւ հարգանք ենք ակնկալում մեր դիրքորոշումների վերաբերյալ։ Խոսելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին, Փաշինյանը նախ շնորհակալություն հայտնեց դատաիրավական համակարգին, որը նրա խոսքով իրավական տեսանկյունից հանրությանը ի ցույց է դրել այն ամենը, ինչ տեղի է ունենում այս օրերին։ Միաժամանակ որպես քաղաքացի նա ռետորական հարց ուղղեց. արդյոք իրավական համակարգը, նախկին պաշտոնյաները այս ամենի մասին վերջին 8 տարիներին չեն իմացել։ Իսկ եթե իմացել են, ինչու քայլեր չեն ձեռնարկել, այն դեպքում, երբ գործում էին անկախ մարմիններ։ Կարող է փող եք առել, թե դες թվում է ձեր հետևից եկող չի լինելու։ Այս հարցերին պետք է տրվի պատասխաններ, հակառակ դեպքում ես ունեմ դրա քաղաքական պատասխանը ես ունեմ, որովհետև Քոչարյանասերժական մաֆիան իր շոշափուկները ունեցել է եւ դեռևս ունի Հայաստանի դատաիրավական համակարգում։ Քաղաքական խնդիրը հետևյալն է. Եվ Ռոբերտ Քոչարյանը, եւ Գագիկ Ծառուկյանը, եւ Սերժ Սարգսյանը ամսի 1-ը որ մոտենա, պետք է հեռախոսը բացեն։ Դրանց թոշակը նստելա թե չէ։ Իրավապահ համակարգը կարող է անկախ լինել կառավարությունից, խորհրդարանից, բայց պետությունից ու ժողովրդից ոչ, ու պետք է ծառայի նրա շահերին։ Հետևաբար ժողովուրդն է պահանջում, որ թալանածն ու ապօրինի ձեռք բերածը ամեն գնով հետ վերադարձվի։ Հատիկ առ հատիկ, լումա առ լումա, կոպեկ առ կոպեկ, սենտ առ սենտ, եվրո սենտ, քյաբաբ առ քյաբաբ, այո։ Պետք է վերադարձվի Հայաստանի Հանրապետությանը եւ նրա ժողովրդին։ Իսկ եթե սա տեղի չունենա, պետք է տեղի ունենա նոր հեղափոխություն։ Եվ ազնվագույն Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Սամվել Կարապետյանին, Գագիկ Ծառուկյանին բերեն տեղավորեն այս կառավարման շենքերում, մեզ էլ թող տանեն Հանրապետության հրապարակում կախաղան հանեն։ Վարչապետը լրագրողներից հարց ուղղեց. նորմալ է, որ մարդ կարող է գալ երկրի ղեկավարի պաշտոնում 10 տարի աշխատել եւ դառնալ դոլարային միլիոնատեր ու բիզնեսմենի տեսանկյունից գերազանցել անգամ Հենրի Ֆորդին։ Նույնիսկ Հենրի Ֆորդը ասում էր, ինձ մի հարցրեք առաջին 1 միլիոնը որտեղից մնացածի հաշվետվությունը ես ձեզ կտամ։ Այս մեր սուպեր բիզնեսմեններն ասում են, մեզ մի հարցրեք։ Դա նորմալ է։ Եթե նորմալ է, ինչու ինքն էլ չի դարձել միլիարդատեր, իր ընտանիքն ինչու չունի հյուրանոցներ, Ֆրանսիայում առանձնատներ։ Դրա հեղինակն էլ էին իրանք, ցույց տալով, որ դա նորմալ է, որ գալիս է այդտեղ հայտնվում ես, պետք է սկսես միլիոնատեր դառնալ, որ դա նորմալ չի։ Եվ չի լինելու այդպես։ Անդրադառնալով անկլավների հարցին, Փաշինյանը բացատրեց, որ Հայաստանի միջազգայինորեն ճանաչված տարածքի մեջ, բացի Արցվաշենից, դրանք չեն մտնում։ Միևնույն ժամանակ անկլավների վերադարձի կամ փոխանակման հարցով Երևանն ու Բաքուն դեռևս որևէ խոսակցություն կամ քննարկում չեն ունեցել։ Ապա Փաշինյանը բացատրեց, թե ինչու է Տիգրանաշենը անվանում Քյարքի, արժանանալով ժողովրդի քննադատությանն ու անդիմանական հայացքներին։ Մազոխիստ եմ, ոչ ես դա անում եմ, հենց ձեր ասած վտանգը ոչ թե կառավարելու, այլ չեզոքացնելու համար, որպեսզի դա հնարավոր չլինի դրա շուրջ էսկալացիա կառուցել, որ մենք երբ որ սահմանազատումը շարունակենք արդեն գետնի վրա անել, մենք հանգիստ գնանք իրար հետ էլ քննարկենք, ժողովրդի հետ էլ քննարկենք։ Ուստի անկլավների իր կողմից բարձրացված թեման այն վերջինն էր, որ կարող էր ռիսկի տակ դնել խաղաղությունը։ Լուծվեց նաև այդ թեմայի հարցը։ Հարցին թե Ալիևը մեր բոլոր ատամներն է քաշում, դուք դեռ ներվ եք հանում, ինչպես եք բանակցելու այդ պայմաններում, վարչապետը չցանկանալով նեղացնել որևէ երկրի, ասաց, որ ինչ-որ կազմակերպություններ եւ գործընկերություններ, թե իբրև մեր անվտանգությունը երաշխավորում էին եւ տարածաշրջանում մեզ իբրև ուժեղի դիրքերում էին դնում, դա ատամ չէր։ Դա պրոթեզ էր։ Եվ այդ պրոթեզը ես եմ հանել, բայց այդ պրոթեզի տակ կան փչացած ատամներ, որոնց ներվերը հանած չի եւ որոնք ցավում են։ Ապա վարչապետը վստահեցրեց. Հայաստանի Հանրապետության շահերից եւ ինքնիշխան տարածքի հետ կապված որևէ զիջում բացառում եմ։
Կրկին վերադառնալով նախկին նախագահների թեմային, նաև թե ինչու մեղավոր պաշտոնյաները չեն պատժվել, վարչապետն ասաց, որ ինքն էլ է ժողովրդի պես զարմացած, իսկ թե ժողովրդի մի մասը կասկածներ ունի, թե վարչապետը կուլիսային գործարքների մեջ է, ընդգծեց հետևյալը. Ինչ տեղի ունենա Ռոբերտ Քոչարյանի հետ, Գագիկ Ծառուկյանի հետ, պետք է տեղի ունենա նաև Սամվել Կարապետյանի հետ եւ Սերժ Սարգսյանի հետ։ Պարզա տեղ թողեցի, դավադրության տեղ թողեցի։ Փաշինյանը խմբագրեց նաև իր իսկ ձևակերպած եռագլուխ արտահայտությունը. Մենք հաշվում 1, 2, 3, իրականում հնգագլուխը Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Ծառուկյան, Սամվել Կարապետյան եւ Կտրիչ Ներսիսյան։ Անդրադառնալով դատաիրավական համակարգից տեղեկատվական արտահոսքերին, ասաց, որ հրահանգ է իջեցրել գտնել այդ աշխատագիծներին ու պատասխանատվության ենթարկել։ Հակառակ դեպքում դա կանի ինքը իր լիազորությունների շրջանակում։ Ուղիղ ասում եմ։ Ու ժամանակը գնում է։ Այդ ինֆորմացիա արտահոսքի աղբյուրները չեղավ, զանգվածային ազատումներ են ելնելու համակարգում են կանխավարկածով, որ ոնչ էլ լինի, դա ազատվածների մեջ կլինի։ Տիգրան Հովակիմյան, Հորիզոն։